Տիգրան Ուրիխանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Մովսեսյան, ճիշտ ասած, մենք մեր գործընկերներով արդեն երկար ժամանակ է ու հատկապես ձեր քիչ առաջ հնչեցրած խոսքերից հետո փորձում ենք գտնել համաձայնագրի մեջ այն կետը, որը արգելում է այլևս 100% սեփականատեր Գազպրոմին Հայրուս Գազարտի սեփականությունը օտարել կամ հանձնել կառավարման այլ կազմակերպությունների, մասնավորապես արտասահմանյան։ Դուք լավ հիշում եք ադրբեջանական Սոկար ընկերության հավակնությունները նույնիսկ վրաստանյան հատվածի ձեռքբերման վերաբերյալ։ Մենք չունենք, կամ ավելի ճիշտ գիտեք, որ ունենք նման վտանգ, նման սպառնալիք։ Չենք կարողանում գտնել այդ կետը, բացի պայմանագրի առարկա հանդիսացող հոդված 1-ում նշված նույնիսկ հակասող կետից Հայրուս Գազարդ Փակ բաժնետիրական ընկերության գույքի եւ իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն առանց սույն հոդվածի 4-րդ պարբերությունում նշված հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության։ Սա հարց առաջին։ Կոնկրետացնում եմ, Սոկարը ունի հավակնություն, ադրբեջանցիները ունեն հավակնություն, ունեն խնդիր եւ դրա համար իրականացնում են տարբեր գործողություններ ձեռք բերելու Հայաստանի վրա ազդեցություն ունեցող ամբողջ գազամուղի ցանկացած հատված առավել եւս կունենան խնդիր հավանաբար սա ձեռք բերելու։ Դա առաջին, երկրորդ։ Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանի Հանրապետությունում դեսպանը պարզ տեքստով հայտարարեց, որ եթե նրանց հետ բանակցեինք, կար հնարավորություն ավելի մատչելի, ոչ թե ձեր ասած հարաբերակցության մեջ, այլ ավելի մատչելի գնով գազ ներկրել։ Բանակցություններ եղել են թե ոչ։ Եթե եղել են, ապա ինչ է ասում դեսպանը, տեղյակ չէ, կամ ով է ստում։ Եվ այսուհետ, եթե որևէ երկիր, մասնավորապես Իրանը, հանկարծ որոշի Հայաստանին մատակարարել ավելի մատչելի գազ, այլևս 100% սեփականատեր Գազպրոմը բնական է չի համաձայնի, ապա էներգետիկայի նախարարությունն ինչ է անելու, ում հետ եք բանակցելու։ Ավելի ճիշտ չի Հայրուս Գազարտի նախարարություն վերանվանել եւ վերակառուցել ձեր նախարարությունը։ Երրորդ հարցին կարող եք չպատասխանել, առաջի երկուսը։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցը կապված գույքի օտարման հետ։ Գույքը, այսինքն վաղը մյուս օրը մի հատ ինչ-որ հին տրուբայը իրան պետք չի հանում ծախում է, դրա համար մեր համաձայնությունը ստանալ պետք չի։ Եվ բաժնետոմսերի մասով ասում է, որ 49% իրավունք ունի վաճառելու իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ոչ ավել քան 49%-ը, ինչ վերաբերվում է նախարարությունը, Հայրուս Գազարդը նախարարություն սարքել եւ այլն, ձեր տեսակետն է կարող եք հնչեցնել, բան չունեմ ասելու։ Արձագանքի համար Տիգրան Ուրիխանյան։ Չէ, հարգանքով ձեր հանդեպ այդտեղ հեգնանք չկար, այլևս 100%-ը պատկանում է իրենց։ Ես չեմ պատկերացնում ինչ կերպ եք դուք ստիպելու, որպեսզի նրանք այդ օրենսդրության որ կետերով եք ստիպելու, որպես իրավաբան եմ ասում, եւ պետաիրավական հանձնաժողովի անդամ ոնց եք ստիպելու, որպեսզի նրանք մատակարարեն այլ պետության գազը մեզ, այլ ոչ թե իրենցը մատուցեն։ Երկրորդ, գազամուղը կամ գազամուղի այդ փականները, վինտիլները դրանք չեն մտնում գույքի մեջ։ Երրորդ, Գազպրոմը կարող է այո, ձեր ասացի պես փոխկապակցված իր հետ փոխկապակցված կազմակերպությանը օտարել, ասենք Սոկարում ունենալ 2.5% բաժնեմաս եւ 49-ն էլ վաճառել նրանց։ Սրա մասին է խոսքը,